Փաշինյանը արդեն 7 տարի ինչ իշխանության է, ձեր կարծիքով ինչ են արել այս 7 տարվա ընթացքում։ Բան, ոչ մի բան չեն արել։ Բան արածել ենք, ասենք։ Նա տանվորակ ասֆալտ։ Ես ծնվել եմ 1960 թվականի մարտի 5-ին։ Իրանց ես դիմել եմ նոյեմբեր ամսին։ Իջա տրուտավոր կորցրել եմ, բոլոր թղթերը տարել եմ, ոչ այս 2 տարի ինձ թոշակ չեն տալում։ Ինչով դե ապրեմ ես։ Մալացիա Սեբաստիայի սոցիալ նախարարը։ Ազգանունն էլ ասեմ, Կարինե Ալավերդյան։ Ոչոք էլ ոչ մի բան չի արել։ Ոչինչ։ Ոչինչ բան չի արած։ Ընթագարակը ետ կացած է։ Քաղաք ետ կացած։ Գիտեսանք տելևիզիոնի մեջ ես գիտեսամ որ գրվի գոր խոսած ադենը գրիվ գա գասկնակոր գրիվին ցելե զիմբորալ գանչել լավ պամուչանի գա մեր լիպանի մեջ ասիգ արքիլված է պարլամանի մեջ բորալ գանչել արքիլված է դու խոսես հստակ խոսիր գամաս խոսիր լուրջ խոսիր հարքեն երգաներուն ո՞յ մեկ վարչավետ մը գալի է պետք է մդի գնե անգեդը բարասխանդա լուրջ օրեն ոչ թե բորալ գանչելով այսօր վարչավետ մնեստուն փողոցային մեկը չէ ներկաները փողոցային չեն ներկաները իրեն մեծ մարդ են ուսյալ են հստակ խոսիր գամած խոսիր հարքեն ներկաներուն Ժողովրդի մասին չեն մտածում 7 տարին էլ չպիտի ոչ մի բան ժողովրդի սպառողական զամբյուղը որը մի ժամանակ ասենք յուրաքանչյուրը ենթադրենք 40-ներ հիմա կրկնապատիկ է դարել եթե ոչ եռապատիկ սպառողական զամբյուղը գնալով ավելի է մեծացել բեռը ժողովրդի եւ փաստորեն 25% գնաճ է գրանցվել եթե ոչ ավել ապրանքներ կան որ նույնիսկ 100% աշխատավարձները չեն բարձրացել թոշակները չեն բարձրացել եւ ըստ իս ժողովրդի 90%-ը այսօր ուղղակի խնդիր ունի հացի իր հանապազորյա հացի համար է ինքը աշխատում այլ որևէ բան չի կարողանում օգտվել որևէ հաճույքից հանգստանալ չեմ ասում գնալ որևէ մի տեղ վիճակը շատ վատ է ժողովրդի դա սա դեռ քաղաքում է այսպես Երևանում գյուղերում առավել քան վատ է գյուղերում ընդհանրապես աշխատանք չկա մարդկանց ստիպում են 63-ից ուղարկում են թոշակի թոշակառուների այսօր 600,000 թոշակառու կա հանրապետությունում բայց 600,000-ից 10%-ը ունակ է աշխատելու, արարելու եւ գործելու աշխատանք չեն տալիս, որոնց մեջ կան լավ մասնագետներ, լավ ֆիզիկներ, լավ դասախոսներ կան շատ լավ մասնագետներ, որոնց վրա ժամանակին պետությունը ծախս է տեսել։ Հիմա այդ ուժը չեն օգտագործում, իսկ մեր միակ ուժը հարստությունը դա մեր մարդկային ռեսուրսն է, մեր մարդկային ռեսուրսը չի օգտագործում։ Որ այդքան ասում են նախկիններ, թալանչիներ։ Հիմա ես ասեմ, նախկին թալանչիները, եթե իրոք թալանչիներ են, չնայած ես դեմ չեմ դրան, որ ասում են, բայց փոխարինել այս ժողովուրդը գրեհիկ, տգետ, անգրագետ եւ անհայրենիք թալանչիներով։ Ասել կարելի է ինչ ուզում եք, այնքան բաներ կա ասելու, բայց թե ինչ ասեմ, ձեզ թվում է պատահական է, որ Մոսկվայում ներկայացրել են որպես Ադրբեջանի սպիկեր, ոչ, դա պատահականություն չի, բոլորովին պատահականություն չի, եւ ով որ միամիտ է թող այդպես մտածի, ժողովուրդը ես չգիտեմ ինչ համտածում, ոնց համտածում, ինձ թվում է մի մասը տգետ է, լրիվ անգրագետ, ով ինչ ասում է ծափ է տալիս, մի մասը ոնց ասեմ ձեզ վաճառված է իրոք, մի մասը իրականությունից կտրված է, այդքան բան կարող եմ ասել, իսկ իմ նմաններն էլ տառապում են, այդ էլ կարամ ասեմ։ Արել է, որոշ բաներ արել է, բայց որոշ բաներ չի անել, թերի է մնացել։ Հիմա թե մինչև իրա այդ աշխատանքի վերջը, մինչև իրա ժամկետը լրանալը, հիմա հասցնի կանի, չի անի, ոչ մեկ մեղավոր չի լինի դա։ Ինչ կարացել է արել է, ինչ իմանամ։ Ոչ մի լավ բան չեմ տեսել, ոչ մի բարեփոխում չեմ նկատել, չգիտեմ։ Մի կողմից համ լավն է արել, համ էլ դե վատն էլ իր հերթին։ Լավը որ տրանսպորտը կարգավորել է,
ինչ որ հարցեր տես լուծել է։ Իսկ մյուս հարցերով էլ արդեն իր ոնց որ ասած վատը էլի կոռուպցիան կա։ Այս 7 տարվա ընթացքում ես ինչպես ասեմ մեր հայ ժողովրդին, մեր գիտակից ազգին ոչ մի բան չի արել։ Ձախողել է թե արտաքին թե ներքին քաղաքականությունը, ոչինչ։ Ինչ ասեմ։ Ամենայն հավանականությամբ մենք պետք է կանգնենք ոտքի եւ կարողանանք շտկենք մեր իրական ոնց ասած դեմքը մեր ժառանգական կոդը, մեր արդյունաբերությունը, մեր գիտությունը, մեր կրոնը եւ մեր տարածքները, որն մենք պահանջատեր ենք, ոչ թե մենք ամեն ինչ պետք է զիջենք։ Մենք ենք մեր տերը։ Պետք է մեր ժողովուրդը գիտակցի, որ դու ես քո տերը։ Ոչ թե մեկին ասում ես ընտրվել եմ, ես ինչ ուզում եմ կանեմ։ Նա ուր են օրենքները, ուր է սահմանադրությունը, ուր է դատարանը, ուր է ոչ մի բան։ Ասում է ժողովուրդն է իշխանության տերը, բայց ուր է։ Թողում է ընդդիմության չի թողում որ մի հարց քննարկի, մի հարցը իր բանով ընդունի էլի ընդդիմություն որ կա։ Քաղաքացիական ընդդիմություն էլի։ Մի խոսքով մենք ոնց որ մի չգնահաժամի մեջ ենք, որ չենք կարող ազատվենք։ Քաղաքակիրթ մարդը, որ գալիս է իշխանության, նա պետք է զգա քաղաքակիրթ ձևով պետք է գնա, ոչ թե բռնություն անի, առնորոշական անի։ Սենց չի կարելի գնալ այս ձևով։ Հայ ազգը առաջի ազգն է, որ իր բնորանում առաջացել է, դրանից հետո իր գիտակցական մակարդակով թե քրիստոնեության, թե աշխարհագրական դիրքով ինք առաջին եղել աշխարհում։ Մուտսակումը բանական տեսակետից հեն եվրոպական, որ ասում են մեզանից են առաջացել ազգերը։ Ինչպես կարելի է հիմա ուրանալ, որ հայ ազգը դարերով շարունակ ընտանենք ամբողջ ոնց ասած հիմա ասում են կենտրոն է եղել, ինքը ասում են խաչմերում։ Հիմա բոլոր դեպքերում ամեն ինչին դիմակայել է, ամեն պատերազմական շրջաններում, դարաշրջան ընթացքում պայքարել է ինքնության համար եւ իր ժառանգական կոդը պահպանել է եւ իր հողն ու ջուրն է պահպանել։ Բայց դե գիտեք ոնց է, հիմա մենք ենք մեր տելը ասում եմ, պետք է իմանանք մեր գիտակցական մակարդակով, մեր շնորհքով ստեղծենք արդյունաբերություն, գիտություն, հզոր բանակ ստեղծենք ու պայքարենք մեր համար, որ մեր ազգը արժանի է դրան, ոչ թե մսեմացնես, որ ասես թե սրանք տանեմ գցեմ բանդեր կամ տանեմ գցեմ հրաբար կախեմ սրանք։